տիրույթում։ Արձագանք ունեք, պարոն Ղազարյան։ Այո, պարոն Ղալումյան, բարոն Մայրան, տեսեք, դուք ասում եք, որ էկոպարեկը կարմիր գրքում գրված բույսից ինչ հասկանալու։ Եթե մարդիկ գնում են, համասարանական կրթություն են ստանում նեղ մասնագիտությամբ, տարիներով աշխատանքային փորձի արդյունքում նոր կարողանում են բույսից տարբերել, այսօր մենք էլ գնանք անձեն աչքով ոչ մեկ չի կարող էդի տեսնել։ Պարեկը պլանշետը պահելով վրեն։ Ինչ է տենալու այդ, ինչ պահպանող տարածքը, որ մի հատ էլ դիրազեկում անի։ Սա չաշխատող բան է, լուրջ բան մտածեք, ես չգիտեմ ձեր միջազգային կազմակերպությունները ինչ են ասել, որ դրա դիմաց փող են տվել, չգիտենք այդ փողերն էլ ինչ ճյուղությամբ է ծախսվել, արդյոք արդյունավետ է ծախսվել, թե չէ։ Որտեղ պետք է ստեղ զեկույց ներկայացվել, պարոն Ղալումյան, որ այսքան գումար է նախատեսվել, այսքան էս էկոպարեկային ծառայության համար։ Նախագծի հետ բացարձակ կապ չունի, ախր։ Չունի, բայց սա խնդիր է, որը պետք է քննարկել։ Եթե խնդիր է, ես ասեմ ձեզ, կարող ներկայացնել, պարոն Մեմարյանին կանչենք այդ զրուցած հարցերի շուրջ։ Հիմա մենք էկոպարեկներից չենք խոսում, պարոն Ղալումյան։ Ինչից ենք խոսում, բայց դրամական հաշվետվություն եք ասում, չգիտենք ինչքան փող եք տվել, արդյունավետ չեք ծախսել։ Որտեղ ամեն տարի գալիս են ժամկետ են ուզում, ամեն դες ասում եմ այդ համակարգը ժամկետ եք դրել ձեր դեմ եւ փող եք բերել, ինչքանով եք իրականացրել դե։ Պարոն Ղազարյան, խնդրում եմ ասեք։ Այս նախագծի հետ ինչ կապ ունի դա։ Նախագծի հետ այնքանով կապ ունի, ավելի առաջնային խնդիր է, քան թե նախագիծը, որ փորձում ենք ինչ-որ համայնքներին իրազեկ ենք ընդունել։ Միջև մի քիչ եք այդ առաջնային սահմանադրական փորձում ենք արկելել։ Արձագանք եք, պարոն Մեմարյան, հաջորդ հարցը վերաբերելի է, ասեցիք, պարոն Ղալումյան, խանգարում եք դուք, ախր կտրվում, այդ թող ինքը պատասխանի, եթե չի կարողանում, որ մենք պատասխան, որ դուք գնահատական եք տալի, որ ուսումնասիրությունը չկա է։ Թողը մի հնչեցնի ուսումնասիրությունը բավարար կլինի։ Ուսումնասիրությունն այս հարցի հետ կապ չունի։ Կարա չհնչեցնի, կարա չունենա այդ տվյալները։ Եթե հետաքրքրում է իրոք հետաքրքրում ես գրավոր կգրեմ, պատասխանը մի հատ քննարկում կազմակերպենք, հատուկ դեսա այդ թեմայը, որ դուք առաջարկեք քննարկում թեմա, չէ։ Սա էլ առաջարկա, որ քննարկում կազմակերպենք հանգամանալից հասկանալ։ Այդ քննարկումը չեն կարել, բայց գնահատական ենք տալի, ասում ենք գումարները ոնց եք ծախսել, ինչ եք ծախսել, տեն։ Որտեվ դա փորձ ունի։ Ես ինձնից չեմ ասում։ Ինչ փորձ ունի։ Գավառ շրջակա միջավայրի մաքրման կայան պետք է կառուցվել։ Ես էլ 10 անգամ նախարարին մնացածին հարց եմ տալիս։ Ինչ եղավ 812 միլիոնը չեմ պատասխանում ինձ։ Չեղավ որ խնդիր կա, ես խոսելու տեղ ունեմ, չէ։ Վարկային միջոց է բերվել, գումարը հատկացվում է, այդ ծրագիրը չի իրականացվել։ Ասում եմ, ինչ բաշխվածությամբ օգտագործվել չեմ պատասխանում։ Ես այլնորելի արձագանք։ Ես ավարտեմ, դուք արձագանքեք, փորձենք ժամանակում տեղավորենք, պարոն Մեմարյան։ Գավառի կայանով էլ կարձագանք եմ։ Իհարկե։ Խնդրեմ, պարոն Ղազարյան։ Լավ, հաջորդ այդ բանի տեսքով կասեմ արդեն ես։ Շնորհակալություն, խնդրեմ, պարոն Մեմարյան։ Ես արձագանքեմ այս հարցը դուք նաև մեր նախարարին ուղղեցիք։ Գավառի կայանի պատմությունը հետևյալն է։ Նախ նշեմ, որ սա վարկային միջոց չէ։ Եկեք ֆիքսենք, սա վարկային միջոց չէ, սա դրամաշնորհային միջոց է։ Դրամաշնորհային միջոցը չի ծախսվել, տեղափոխվել է հաջորդ ծրագիր։ EU47+ ծրագիր է տեղափոխվել, որտեղ էլ ավելի մեծ խնդիր է դրվել։ Բայց հիմա գավառի մաքրման մասով ասեմ, որ երկու անգամ մեր գործընկեր կազմակերպությունը մրցույթ է հայտարարել, շահող չի եղել։ Մենք այս հարցնել ենք նաև նայում այս տեսանկյունից։ Երբեմն մենք խնդիրներ ենք դնում նաև մեր տնտեսվարողների առջև, մրցույթներ ենք հայտարարում, բայց տնտեսվարողները պատրաստ չեն դա իրագործել։ Մենք գավառի մաքրման կայանի խնդիրը դրեցինք, մրցույթը հայտարարեցինք, երկու անգամ մրցույթը ժամկետը անցավ, մասնակից չունեցանք եւ դրամաշնորհային գումարը տեղափոխվեց հաջորդ ծրագիր եւ հիմա սկսվել է արդեն EU47+ ծրագիրը ու այդ թվում նշեմ, որ այդ EU47 ծրագրով ես նաև շնորհակալ եմ Գերմանիայի կառավարությանը եւ Եվրոպական միությանը, որ այդ ծրագրով վերջապես ուշադրություն դարձվեց Սևանա լճին եւ այդ ծրագրի արդյունքներով նոր դրամաշնորհ տրամադրվեց հաջորդ ծրագիրը սկսելու համար։ Եվ մի մանրամասնում էլ անեմ, որ Սևանա լճի խնդիրը ինքը ոչ 5 միլիոն դոլարի է, ոչ 10 միլիոն դոլար։ Դա բավականին մեծ ծախսեր պահանջող խնդիր է։ Միայն կեղտաջրերի մաքրման կայաններ կառուցելը 3 խոշորագույն համայնքներում, որոնք 3 խոշոր աղտոտողներն են Սևանա լճի։ Միայն դրա գնահատումը 102 միլիոն դոլար է։
որից 82 միլիոն դոլարը կապիտալ ներդրումներն են, մնացած 20 միլիոն դոլարը մնացած աշխատանքներն են, որպեսզի արվի։ Եթե մենք նաև վերցնենք մնացած համայնքները, կոյուղագծեր անցկացնենք, կոյուղացնենք, ամբողջը ուղղենք մաքրման կանոններ, եւ այս մաքրման կանոնները գավառում նախատեսվածը չեն, որի մասին խոսում եմ։ Խոսում եմ կենսաբանական մաքրման կայան, որը անհրաժեշտ է Սևանա լճին։ Այդ կանոնների ամբողջ ծախսը կլինի մոտ 240 միլիոն դոլարի սահմաններում։ Գավառի մաքրման կանոնում մենք ձախողում չենք ունեցել։ Մենք դրա այդ փորձով սովորել ենք, որ հիմա պետք է ամբողջ շուկան ուսումնասիրենք, նաև միջազգային գործընկերներին, թե ովքեր պատրաստ կլինեն մասնակցել կեղտաջրերի մաքրման կառուցման ծրագրերին, երբ որ նման տենդեր մենք հայտարարենք եւ փառք Աստծո կան հետաքրքրված մարդիկ, այդ թվում նաև Գեղարքունիքի մարզից, ովքեր արտասահմանում ունեն այդ փորձը, կարող են Հայաստան բերել, հետաքրքրված կազմակերպություններ կան նաև Արաբական Միացյալ Էմիրություններում, ինչպես նաև նշեմ, որ մեր գործող օպերատորը շատ հայտնի եւ շատ որակյալ կեղտաջրերի մաքրման կանոններ կարող է կառուցել Վիոլաջուր, այսինքն մենք սա էլ հնարավորություն ստեղծվեց սա էլ ուսումնասիրել։ Էկոպարեկային ծառայությանը ես որ անցնեմ, ես նշեցի Սյունիքի ծառայության գործարկում եւ նշեցի, թե արդյունավետությունը այդտեղ ինչքանով է բարձրացել։ Մենք գործարկել ենք մի ծառայություն, որը աշխարհում նման ծառայություններ կան, բայց ամբողջությամբ նմանը գոյություն չունի։ Եվ այս ծառայությունը գործարկելը բավականին բարդ, բայց նաև շատ պարտավորեցնող գործընթաց է։ Եվ էկոպարեկային ծառայողը, քանի որ ինքը այդ կենսաբազմազանությունն է պահպանում, նաև դա իր առաքելությունն է իմանալ դրա մասին եւ հատկապես կարմիր գրքյան տեսակների, այն տարածքում, որտեղ ինքը շրջում է։ Որտեվ կարմիր գրքյան տեսակները շատ կարևոր են։ Նա պետք է տարբերի որսորդը կարմիր գրքյան բադի որսա իրականացրել, թե թույլատրելի բադի որսա իրականացել։ Դա իհարկե ես չեմ նշում, որ ամբողջ կարմիր գրքին պետքա տիրապետի, իսեր Աստծո, դա մեր գիտնականներն էլ ամբողջությամբ չեն կարող, ամեն մեկը իր նեղ ոլորտային ուղղությամբ կարող է, բայց հիմնական հանդիպող տեսակների մասով այո, էկոպարեկային ծառայողը կարծում եմ պետք է իմանա եւ պետք է այդ ինֆորմացիան, այդ թվում նաև փոխանցի համայնքներին։ Այսքանը երևի թե։ Շնորհակալություն, խնդրեմ